Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը Ռուսաստանի կողմից նոր կիրառվող մեթոդաբանության մեջ ոչ մի արտարոց բան չի տեսնում։ Ռուսաստանն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առջև, հատկապես միջինասիական երկրներից ժամանող միգրանտները ոչ լեզու գիտեն, ոչ իրենց տարրական իրավունքները, ինչի հետևանքով ըստ փորձագետի հեշտությամբ դառնում են թրաֆիկինգի զոհեր։ Այն գլխից ոնց որ ասում են մենք պատրաստ չենք համակերպվել այն արժեքների հետ, որոնք կան ձեր երկրում, այդ մարդուն ուղղակի իմաստ չունի թույլ տալ ներգաղթել, որտեղ դա դառնում է հակասոցիալական էլեմենտ միանգամից, որտեղ գործող սոցիումին ուղղակի չի կարողանում ինտեգրվել։ Ասենք նման ծրագրեր եւ Միացյալ Նահանգներն են անում, եւ Իսրայելն է անում, Գերմանիան է անում, բոլորն են անում, եւ նենց որ ստեղ ես որևէ հակասական բան չեմ տեսնում։ Ռուսաստանն այսօր կարիք ունի լուծել իր առջև ծառացած դեմոգրաֆիական խնդիրները, իսկ արտագաղթն այն էլ որակյալ ոչ միայն մեր երկրի համար է խնդիր դարձել, այլև Ռուսաստանի Դաշնության։ Ավելին ըստ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի, Ռուսաստանում կա նաեւ ծնելիության լուրջ խնդիր։ Այս հայկական կոնտինգենտը իրենց համար արժեքավոր է իրենց չափանիշներով, որովհետև հեշտ է ադապտացվում ռուսական պայմաններին, ռուսական պետության, ասենք, այդ միջավայրին, մթնոլորտին իրենց պատկերացմամբ։ Դա զանգվածային բնույթ է կրում այդ երևույթը եւ չի վերաբերում հայերին, հա։ Դուք հասկանում եք, որ հայերը նախ լեզվի հետ կապված երբևէ խնդիր չեն ունեցել, որտեղ կրթական ցենզը միշտ բարձր է եղել։ Երբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանին հարցրեցինք, թե ինչպես է վերջինս վերաբերվում Ռուսաստանի կողմից վարվող այն քաղաքականությանը, որի հետևանքով մի քանի 100 մարդ ամեն օր լքում է Հայաստանը, վերջինս նախ սկսեց կարևորել մեր եւ Դաշնության հարաբերությունները, նշելով, որ Ռուսաստանը մեր ամենալավ ու ամենամոտ դաշնակիցն է։ Ռուսաստանի հետ մեր եթե նայեք քաղաքական, ռազմական ամենամոտիկ պարտներն է, բոլոր տեսակետներով։ Ռուսաստանի հետ մեր, ասենք, ինտեգրացիան դա միայն փոխշահավետ է։ Իսկ մնացած խնդիրները, որ ասենք ինչ որ դուք նկատի ունեք, ինչ որ դուք ասում եք, որ մարդիկ կարող է վաղը թողնեն գնան կրոնափոխ լինեն կամ եւ այլ, դա Ռուսաստանի խնդիրը չի, դա մեր խնդիրն է, Հայաստանի խնդիրն է։ Այն, որ Հայաստանում այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ արտագաղթի ցուցանիշներն այլ պատկեր ունենան եւ Ռուսաստանի ու այլ երկրների կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերի նկատմամբ մեր քաղաքացիների հետաքրքրությունն այդքան մեծ չլինի, համաձայն է նաեւ Արա Աբրահամյանը, իսկ թե ինչու այդ աշխատատեղերն ավելանալու փոխարեն նվազում են եւ բնակչության կենսամակարդակն օրորի ավելի վատ թարանում ու մղում արտագաղթի, Ռուսաստանում ապրող գործարարը դարձյալ հակադարձեց լավատեսական մեջբերումներով։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։